Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ ԵԿՄ նախկին նախագահ, ազգային ժողովի նախկին падգամավոր Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը Նաիրա Գրիգորյանին մեղադրանք է ներկայացվել։ Հակակոռուպցիոն կոմիտեից փաստինֆոին հայտնեցին, որ քրեական վարույթի շրջանակներում դատական իշխանության ներկայացուցչին մեղադրանք է ներկայացվել քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով։ Այն է պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն ազգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք, եւ 482-րդ հոդվածի առաջին մասով։ Այն է շահադիտական, անձնական, այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով դատավորի կողմից ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը։ Նաիրա Գրիգորյանի նկատմամբ որպես համակցված խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը եւ գրավը։ Բարձրագույն դատական խորհուրդը նոյեմբերի 6-ին բավարարել է գլխավոր դատախազի միջնորդությունը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության վերաբերյալ։ Նրա լիազորությունները կասեցվել են մինչև քրեական վարույթի ավարտը։